Բարևներ բոլորին, պատրաստում եմ պիցայի խմոր, ավելի ճիշտ, խմորը պատրաստում եմ նույն հացի խմորով, որ պատրաստում եմ միշտ, խմորիչ, աղ, ջուր։ Հիմա ձեռքով ոնցենք, շատ պինդ խմոր չեմ անում, խմորը արդեն պատրաստ է, մեզ լավ խմորը ստացվի, հիմա կծածկեմ, հենց այստեղ թողեմ 15 րոպե, որովհետև խոհանոցում տաք է, կարիք չկա, որ շորով ծածկեմ, այստեղ հենց շուտ կհասունանա, հետո նոր կբաժանեմ գնդերի։ Մշիկը կտրեմ, պատրաստ անեմ։ Երեխեք անամպեր սպասում են պիցային ժողովուրդ։ Վերցրել եմ 2 տեսակի պանիր, հալած պանիր, այս մեկն էլ նորից պետական պանիր է, ժողովուրդ, չգիտեմ անկեղծ ասած, պետական պանիր է, բայց չգիտեմ որտեղի պանիրն է, դրա համար վերցրեցի 1 հատ հալած պանիր, այս մեկն էլ տեսնենք պանիրն արդեն պատրաստ է, հիմա էլ կտրենք պոմիդորը, հիմա լցնեմ տոմատ, ձեթ,
եւ ավելացնենք մայոնեզ։ Հիմա լավ կպավնենք։ Ասա է պատրաստ է։ Հետևորդներ ջան, հենց այսպես, էլ առանձին չեմ լցնելու պիցայի լիստի վրա, հենց սենց ամբողջությամբ պատրաստեցի 3 բաղադրիչներով, տոմատը, ձեթը, մայոնեզը կարող եք լցնել սմետա։ Խմորը արդեն պատրաստ է։ Հիմա ձեռքերս ձեթ կանեմ, ալու չեմ օգտագործում, ձեթով աշխատեմ, հիմա կանեմ 2 գունդ, կդնեմ սկուտեղի վրա, սմետներ նույնությամբ, մեծ ագրեսիվ խմոր ստացվեց ժողովուրդ, փափուկ, հարգելի հետևորդներ, 2 գունդ ստացվեց, 2 գունդն է դրել եմ սինիների մեջ, հիմա կհասունանա, հետո նոր խմորը ձեռքով կնստացնեմ, կպատրաստեմ պիցա։ Խմորս արդեն պատրաստ է։ Այս փոքրիկ կամանի մեջ ջուր եմ լցրել, ձեռքերս թաթախում եմ։ Ասում եք կերած, խմած, տնավարի պիցայա լիստ է ստացվի, նայեք, մեծությունը։ Հիմա ինչ անենք, հիմա եսի պատրաստած սոուսը լցնեմ։ Հիմա երշիկը
ձեռքով սիրում դասավորեմ, ուրեմն ասեմ ժողովուրդ։ Երեխաները սիրում են այն խանութի պետական լոշիկները, որ կան։ Այդ խմորներով են սիրում պիցցան։ Չնայած թողնիկներս էլ, էլենս էլ ու հաճախ եմ պատրաստում հենց այդ լոշիկներով։ Չոր է խմորը, դրա համար դուրները գալիս է, որ այդպես չոր լինի պիցցան։ Բայց դե տնականին ոչ մի բան չի հասնի տնական խմորին։ Հիմա անհամբեր սպասում են։ Արամիկը շուշուտ գնում գալիս է, տենա պատրաստ է թե չէ։ Ինչ որ կտրտել է, ուրեմն ասում հարգել հետևորդներս, լրիվ գնաց հենց այս պիցցայի վրա։ Պատրաստեմ։ Տեղը փոխեմ ջրվոց։ Ձեռքերից մորս վետալավանա։ Հիմա հաջորդ սկուտերը, նայ տեսեք ասի չլավա, եք է ժողովուրդ, հլը նայեք։ Իսկ ես երկրորդ պիցցայի շերտին ուզում եմ կարմիր պղպեղ և կանաչ պղպեղ կտրատեմ, հարգելի հետևորդներ ջան, որովհետև պղպեղներով էլ շատ համով է ստացվում։ Երշիկը նորից կտրատեցի։ Վերջ, այս մեկը
Կուրա չի գալի։ Նոր շուշուտ գալիս էր, հա էլի։ Դեռ եգիպտացորեն էլ ունեմ էփելու, երեխեքի համար արել եմ, չեմ էփել։ Հիմա սա վերջացնեմ, որ եգիպտացորենը էփեմ։ Ժողովուրդ ջան, նայեք, ամեն ինչը բոլբոլ եմ, երշիկով, սոուսով, պանիրով, որ համով եմ։ Տնական պիցա։ Չէ Էլեն ջան։ Բայց Էլեն ջան, անկեղծ ասա, որն ես սիրում, այն որ խանութից վերցնում եք, չէ՞, լիստերը։ Ծիծաղում է Էլենը։ Չգիտի, ասի հա թե չէ, բայց ասեմ հաստատ ժողովուրդ ջան, որ այն է սիրում։ Ես կլոր կտրեցի, որ սիրուն ձև տամ, բայց ոնց տենում եք, ահա, ձեռքով կտրատում եմ, նոր եմ ձև տալի։ Էլեն ջան։ Այդ պամիդոր չեմ անում, այս մեկն էլ պամիդորին փոխարինեց պղպեղը։ Պատրաստ։ Հիմա ման եմ գալի ժողովուրդ ջան, որ սրա չափով մեծ ափսեկ տնեմ, որ կարողանամ սիրուն կտրեմ, դասավորեմ ափսեի մեջ, բայց ոնց նայեցի, այսպես մեծ ափսե չկտա։ Ինչ անցավ իմ մտքով, որ պետքա պիցայի մեծ տախտակներից առնեմ, որտեղ որ հանդիպեմ։ Երկու հատ պիտի առնեմ։ Չէ։ Քան որ պիցայի հետ խմեմ։ Զորացրեցի չտամ ժողովուրդ ջան։ Սառը ջրով, սառը մածունով։ Արամիկ ջան։ Դու չես խմում։ Չէ։ Խի։ Չէ։ Բայց ինչ ես ուզում։ Պիցա։ Հա, պիցայի հետ բան ինչ կխմես։ Ոչ մի բան։ Դեպի սարել, իսի լավ հարեն գրդիկներ չմնա։
ինչ համովակություն։ Համովա արևս, դե մի հատ էլ թան հետևից խմի, որ հովանաս։ Հարգելի իմ լավ հետևորդներ ջան, մեզի բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։ Սա երկրորդ պիցան, մի քիչ շատ կարմր է, տեսեք պանիրն էլ կարմր է ժողովուրդ ջան, բայց կապ չունի, կարևորը շատ համեղ է։ Դե մի պիցան կերանք երեխաներիս հետ, այս մեկն էլ մնա ժողովուրդ ջան։ Սա էլ տեսնենք, հետո կուտենք, այսպես ասած, բայց պիցան ես սիրում եմ, որ տակ ուտեն ժողովուրդ ջան։ Պերաշկին, պիցան, միշտ սիրել եմ տակ ուտեմ։ Մի կտոր եմ ընդամենը կերես, շատ փոքր կտոր եմ համտեսել, շատ լավն էր։ Դե այս մեկն էլ մնաց։ Ժողովուրդ, եկել եմ նստել եմ մեր այգու մեջ, մաքրում եմ։ Որ այդ մազիկները չթափի տունը, հետո մի ժամ էլ մաքրեմ։ Այս մի երկու օր առաջ հոլովակ է տեղադրել, ուրեմն ժողովուրդ հավերի մաքրության մասին, հավերը կտցում էին, միացև հավ ունեն, կտցում էին այդ հավին, մեկնաբանությունում գրել էին, ասում էին խնդրում ենք պատասխանի տեսնենք այդ հավը սաղ մնաց թե չէ, ուրեմն ասեմ, հարգելի հետևորդ, անունը չգիտեմ, բայց էլի տենց մի երկու հոգի գրել են, այդ հավը մեղ կա կսատկի, այդ հավը չի էլ սատկ է ժողովուրդ ջան, ուրեմն ասեմ, ես չգիտեմ, ես Ղափանից եկա, ոյ, արդեն ընկնում էի, այս հավ, չգիտեմ ինչ հիվանդություն է հավերի մոտ, այդ մի հավն է, ոնց որ պարարիչ խփած լինի, վիզը ծուր, մի քանի անգամ սենց վիզը պտոտում է, շատ հետաքրքիր է ժողովուրդ ջան, առանձնացրել եմ, հավերից լրիվ առանձնացրել եմ, այստեղ այգու մեջ եմ մնում, կերը ջուրը ստեղ եմ տալի, ոչ էլ մորթում եմ, ասում եմ թող տենց մնա, տեսնենք կապրի, չի ապրի, կսատկի, թող սատկի, ուղղակի որ գրել էի սաղա մնաց թե չէ, որովհետև հավերը կտցում էի, չէ ինքը շատ լավ է, հիմա այս պահին էլ հենա կերա ուտում, բայց ուզում եմ հասկանամ այդ ինչ հիվանդություն է հավերի մոտ, որովհետև էլի կան մարդիկ, որ բողոքում են, ասում են հավերի մոտ է լինում, աղունիկների մոտ է լինում, հնդուշկեքի մոտ է լինում այդ հիվանդությունը, չգիտեմ ինչ կենդանիների հիվանդությունն է, ժողովուրդ գլուխը սենց մի քանի անգամ պտտում է, չի կարողանում նորմալ կեր ուտի, հետո անես չի, որ սենց լիարժեք է ինքը, կարող է մի քիչ մանգա, մեկ էլ տենաս լոշա էլ է, չեմ կարում հասկանալ, ճիշտը որ ասել, այդ է հիվանդություն է, էլի հավերի մոտ, այդքան էլ լավը չի ժողովուրդ, էփում եմ, բայց չեմ էլ ուզում էփեմ, էլ են ասում էփի, որովհետև
Շատ ցմքած է։ Երկու հատն էլ գցել եմ հավերին։ Նայեք, տեսեք, вообще մեջը սոկ չկա։ Ասում են բոնզյուելն է, ես իմ բոնզյուելն է, թե չգիտեմ։ Ժողովուրդ, եգիտացորենն էլ դրեցի գազին, հիմա էփի, մինչև էփելը, ես այս խոհանոցս մի հատ մաքրեմ, այս երկու ամանն էլ լվանամ, երևի այսքանով էլ ավարտեմ։ Եվ ձեզ բոլորիդ ասեմ, Աստված պահապան ձեզ, ձեր ընտանիքներին, եւ ամենակարևորը առողջ մնացեք, ինձ հետ մնացեք, ժողովուրդ ջան, եւ շնորհակալ եմ բոլորիցդ իմ հին ու նոր հետևորդներին։